Դալմամոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում տեղի ունեցել հարձակում հանրային գործիչ քաղաքագետ Միրան Հակոբյանի վրա։ Տեղեկությունը հրապարակել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով այն որակել է բանդիտական հարձակում։ Մելիքյանի փոխանցմամբ Հակոբյանի վրա հարձակված անձինք եղել են դիմակավորված եւ նրան հարվածել են թիկունքից անսպասելի։ Միրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ շտապ տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն։ Հակոբյանը այս պահին անցնում է համապատասխան բժշկական զննում։ Մարմնական վնասվածքների ծանրության մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ։ Ըստ փաստաբան Մելիքյանի, տեղի ունեցածը ոչ միայն ֆիզիկական բախում է, այլև հաստատված հետապնդում ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործչի նկատմամբ։ Փաստաբանի խոսքով այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021 թվականին Միրան Հակոբյանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ բժշկական կենտրոնից համայնքային ոստիկանությանը ահազանգ է ստացվել պարկինգից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վերաբերյալ։ Ըստ գերատեսչության իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։